Ողջույն բարեկամներ։ Ուզում եմ սկսել հաղորդումը միանգամից այս 18-ամյա Դավիթ Մինասյանի առողջության մասին նորությունով։ Եվ պարզվել է, որ Դավիթի մոտ փակ կամ գորերային ցնցում կա, որն էլ հենց հանդիսացել է իր այս վատ վիճակի պատճառը, որի արդյունքում ինքը նույնիսկ չի կարողանում նստած հաց ուտել։ Ինքը այդ կարգի ցնցումն ունի։ Եվ բոլորն էլ լսել են տարբեր տեսակի ցնցում կա, ուղղակի ցնցում դա երևի բաներ ունի իր մեջ, ստադիաներ ունի, բայց իր մոտ այն կարգի է վատ վիճակը, որ մարդը չի կարողանում նույնիսկ նստի։ Ինչի համար 18 տարեկան երիտասարդ եղբորդ գնացել էր աղոթելու պատարակ։ Եվ ինքը առավոտ որ գնում էր աղոթելու, երբ որ մտել էր եկեղեցի աղոթելու, ինքը չէր աղոթում, որ ները գա իր կողքով անցնի, իր սպասարկումներից մեկը բռնություն իրականացնի իր վրա, որի արդյունքում ինքը կընկնի հիվանդանոց։ Չէ, ինքը գնացել է իր համար աղոթել, ինքը չգիտեր ինչ է կատարվում, ինչ է սպասվում, ինչ է նախապատրաստվում ների կողմից իր համար։ Հիմա այս մարդը այստեղ է կալանավորված ու գտնում է հիվանդանոցում։ Իրան խփել են առաջինը, որից հետո մենք տեսնում ենք այդ կադրերը, չէ՞։ Ինչ-որ շատ անորոշ, շատ ինչ-որ սենց չկարգավորող շարժումներով ձեռքը երկարացնում, ընդ որում կադրներ կան, որտեղ նա կանգնում է ցնցված աչքերով, երևում է, որ աչքերի մեջ արտահայտություն չկա, ծնոտն է դզում ու հետո ձեռը երկարացնում է ինչ-որ մեկի ուղղությամբ։ Հիմա դեստեղից հարց է ծագում, ով է հանցագործը ստեղ։ Այստեղ է, որի համար գնացել էր աղոթելու, որի նկատմամբ բռնություն եք իրականացել, որի արդյունքում ինքը ուղղակի ցնցում ունի։ Թե մարդ, որը ինքնապաշտպանվելու համար արդեն հարված ուտելուց հետո ուղիղ ցնցման այդ վիճակում ձեռը երկարացնում է ինչ-որ մեկին հասնելու համար։ Ես վստահ չեմ, նույնիսկ ինքը հասկանում է ուր է ձեռքը մեկնա երկարացնում, որովհետև այդ վիճակին, որ աչքերի նայում ես, արտահայտություն չկա։ Այդ կադրը կա, ընկած տեղից կանգնում է, ծնոտը շարժում է, ասում ես, բանա, չկա ինքը ինչ որ է։ Հիմա ստեղով է հանցագործ։ Ճիվաղի այդ հանցագործները, որ երիտասարդին եկել է եկեղեցում ես ծեծելու, որի արդյունքում ինքը ընկել է հիվանդանոց, ու դե հիվանդանոց չէ, որի արդյունքում ինքը ընկել է իրանց իրավապահների ձեռքը, դրանց իրավապահ չի կարելի է իհարկե ասել։ Այս հանցագործ կազմակերպության ձեռքը։ Գիտեք, ես քաղաքական ճաշակներին առանձնապես ուշադրություն չեմ դարձնում, երբեք չեմ դարձել, էլի։ Բայց որ մարդ թքած ունի ամեն ինչի վրա իր կողքին պաշտպանելու համար, ու կարևոր չի ինքը ում պաշտպանում։ Երբ որ ինքը կարող անտեսի է բոլոր հանգամանքները, արդարացնի ամեն ինչ, դե համար դադարում է մարդ լինելուց։ Դա կարդարացնի ընդդիմության առաջնորդի, դա կարդարացնի, չգիտեմ, իշխանության առաջնորդի, դա ում ուզում է վերաբերվի, երբ որ մարդ աչքերը փակում ամեն ինչի վրա, ու միշտ արդարացում ունի ամեն ինչի համար, մենակ իր կողքին պաշտպանի, դա իմ համար ուղղակի դադարում է մարդ լինելուց։ Եվ դրան համար բոլոր տեսակի աջակիցներին, քարոզիչներին կապված Փաշինյան Նիկոլի հետ, ես դրանց առանց քննարկելու, միանգամից առանց ինչ-որ նոր ապացույցների փնտրելու, ես ասում եմ, դրանք մարդկային կատեգորիայի մեջ չեն մտնում։ Դուք աղետ եք, հասկանում եք, դուք որտեղ որ ոտները դնում եք, դուք ուր մտնում եք, այնտեղ սուկ, այնտեղ կորուստներ, այնտեղ ցավ, լաց, կոծա, այնտեղ կորուստներ, հասկանում եք, տարբեր ձևերով, կյանքից, սեփականությունից մինչև առողջություն, դուք դա եք։ Հիմա լեգիտիմ հարց են սրան տալիս։ Տիկին արտադրության նախարար Չերիտ կաթողիկոսի գլուխը քարերով ջարդելու կոչեր անում։ Ինք ազատ ֆրֆռում է։ Այս երախուն հանդուկ ծերծել եք։ Համ ինքը բանտարկված է։ Ոնց ա լինում այդ։ Ոնց։ Դուք ո՞նց կարող եք այս ամեն ինչին հանգիստ նայել, ով այ ժողովուրդ։
Այս երեխեն կարող մեզանից ցանկացած մեկի երեխեն լիներ։ Ցանկացած կարող է մեր երեխը գնա եկեղեցի աղոթելու։ Ու գա մեկը իրանց այդ բռնության ենթարկի, հետո էլ ինքը հայտնվի հիվանդանոցում։ Իսկ իրական բռնության քալով կաթողիկոսի գլուխ ջարդողները խնդիր չունեն, որովհետև իրանց ասենք չգիտեմ, իրանք արտադրության նախարարության քերին, նախարարի քերին են։ Մենք այս բանն ենք, հասարակությունն ենք ուզում։ Եթե այսօր այս մասին մեկը գիտի ու չի խոսում սրա մասին, չի թքում սրանց երեսին, ուրեմն ինքը հենց այս կարգի հասարակությունն է ուզում։ Այո, ինքը այս կարգի հասարակությունն է ուզում, որովհետև նորմալ մարդը սենց հասարակության մասին չի երազում, որովհետև գիտի այս կեղտը այսօր հիմա կա, հա, ծնում է իր այս կեղտին ադապտացված սրիկաներ, հասկանում եք, ու այս սրիկաները շատանալով ավիրում են ամեն ինչ։ Նորմալ մարդը երբեք սա չի կարող հանդուրժի, այն չեմ ասում լրի եւ արդարացնի սա։ Դա բայց ես մի անգամից առանց վարանելու ասում եմ, ով կա Փաշինյան Նիկոլի կողքը, ՔՊ-ի կողքը, դրանք ոչ մի ձևով, ոչ մի ստանդարտներով մարդ կոչելու իրավունք չունես, մարդկության մի մաս չենք ասում, եթե իհարկե գլխականակը չհաշվենք։ Հա, գլխականակով դրանք մարդկության մի մաս են, բայց մարդկային ստանդարտներով դրանք մարդ չեն, ուղղակի օդ ու ջուր են սպառում, ռեսուրսներ, այսքան։ Գանք հիմա քաղաքականություն, չանցնել է քաղաքականությունի տարբերություն։ Ես չի վաղ այսօր վերցել հայտնել, որ վերջ, իմ հարցերը արդեն լուծված է, ես էլ արդեն Պուտինի հետ պայմանավորվել եմ, հունիսի կեսերին սպասում։ Ինչ լավ է, ինչ լավ է, արդեն ինքը պայմանավորվել է։ Այս արդեն ընտրությունները կայացել է, ինքը արդեն ստացել է ձայները, սա իհարկե օգտագործում է մարդկանց ընկճելու համար, սա որպես գործիք էլի։ Բայց մյուս կողմից սենց բան ասելը, սենց բան հայտարարելը, դա ցինիզմի լկտիության դրսևորում է։ Այդ դեպքում ինչ եք նշանակել ընտրություններ։ Հանեք ընտրությունները։ Ձեր մի տվեք, որ ընտրությունն է լինելու։ Այսինքն ձևի համար ընտրություններ եք անում, համել հայտարարում եք, որ դուք արդեն ընտրվել եք վարչապետ եւ հունիսի կեսին պետք է գնաք հանդիպելու։ Որպես ինչ, որպես ով։ Քեզ թվում է այս Պուտինի ֆեյքը, ինջալոց էս դեմքին է, էս է ֆեյք Պուտինն է։ Դա նույնիսկ ֆեյք Պուտինը, ձեզ թվում է Պուտինի ֆեյքը, այս երջանկությունից երրում է ամեն օր ձեզ այնտեղ հանդիպելու համար։ Բոլորովին։ Ես կարծում եմ ոչ միայն ամերիկյան նորությունները եւ մեկնաբաններին եմ լսում, այլ նաեւ ռուսական։ Նույնիսկ ես չի վաղը այս հայտարարություններ անելու համար ոչ մի հիմք չունի, ասեմ ավելին։ Սա վախից է անում, որ արդեն իմ հարցերը ամեն ինչ լուծված է եւ ես արդեն դաբրոն ստացել եմ ցարից ու արդեն բան ունեմ իր մոտ նշանակած ժամանություն։ Բնավատես բան չկա, որովհետև ռուսական մեդիայում սա նկատմամբ, եթե խոսակցությունը դուք լսեք, նույնիսկ Զելենսկու մասին տենց աղամարական իրանք չեն խոսում։ Այդպես նվաստացնող երանգներով, տարակուսած նաև։ Չէ, Նիկոլ Փաշինյան։ Իհարկե ես վստահ եմ, որ ինչ որ մի շերտի վրա այս կազդես հայտարարությունը բնականաբար Կասել հետա, մեր շեֆը արդեն այս հարցերը լուծել է։ Պուտին сказал, Նիկոլա давай проход։ Բայց չէ, բոլորովին տես չի։ Էլ չեմ ասում, որ հայ ժողովուրդը ընտրության իրավունք ունի, եւ այդ ընտրության մեջ դու չես մտնում։ Չես մտնում, բացարձակապես։ Դու քո 10-15%-ով այն էլ է 10-15% այնքան ժամանակ է, քանի դեռ դրանք չեն զգացել, որ դու այլևս գոյություն չունես։ Հենց հոտ առան, հոտը, սենց օդի մեջ, որ դու այլևս չկաս, այդ 15%-ից մնալ է 5-ը, որը շատ քիչ է երկիրը ավիրելու համար։ Էլ չեմ ասում Պուտինի հետ հանդիպում ունենալու համար։
Իսկ հիմա խոսենք ամենակարևորի մասին, որ Փաշինյան Նիկոլը լրիվ խուսափում է խոսել։ Այն որ սկզբից առաջարկում են Ղազախստանին վաճառել երկաթգիծը, հետո Պուտինն ասեց, ոնց որ այդ մտադրություններն ինքը չունի, հա, հետո թրիպն են ուզում վաճառել Ռուսաստանի վրա, Ռուսաստանը ասեց, չէ, դա իմ ուզած կարգոկանոնով պետք է իրականացվի։ Մի խոսքով, ոչ մի պահանջ արդյունքում չբավարարված Փաշինյան Նիկոլը արդեն հայտարարում է հունիսի կեսի հանդիպման մասին։ Հիմա տեսնենք ինչ է կատարվում թրիպի շուրջ։ Ամերիկյան Foreign Policy հեղինակավոր պարբերականը գրում է, որ թրիպ նախագծի իրականացման հետ կապված կարող են անսպասելի դժվարություններ ի հայտ գալ։ Ամսագրի աղբյուրները հայտնում են, որ Թրամփի վարչակազմի վերաբերմունքը նախագծի հանդեպ սկսել է փոխվել։ Թեման շարունակենք Արտյոմ Երկանյանի հետ, Արտյոմ։ Իհարկե փոխվել, ես վաղուց ասել եմ, չէ, դա չլինող պրոյեկտների մասնակազմում, բայց Նիկոլ Փաշինյանը չի կարող ասի, չի լինելու, ուրիշ բան չունի ցույց տալու, եւ վերջո տերերը Ալիևն ու Էրդողանը դա են իրենից պահանջում։ Տեսեք ինչ է ասում ասեն այդ խնդրից։ Ինչ է նշանակում վերաբերմունքը սկսել է փոխվել։ Դեռ անցած տարի հայտարարվել էր, որ 26 թվականի երկրորդ կեսին պետք է մեկնարկեն արդեն այդ ճանապարհի շինարարական աշխատանքները, իսկ դրան պետք է նախորդեր հայ-ամերիկյան ընկերության ձևավորումը, որը պետք է լինի այդ պրոյեկտի օպերատորը, եւ նաեւ պետք է կնքվեր հայ-ամերիկյան միջկառավարական համապատասխան համաձայնագիրը։ Այդ աշխատանքները մեկնարկել էին եւ փետրվարին Հայաստան էր ժամանել ամերիկյան EACOM ինժեներակոնսալտինգային ընկերության ներկայացուցիչներից բաղկացած պատվիրակություն, որը տեղում ծանոթացել էր տեղանքին եւ արդեն սկսել էր տեխնիկա-տնտեսական հիմնավորման նախապատրաստումը։ Եվ ենթադրվում էր, որ մայիսին կկայանա աշխատանքային երկրորդ հանդիպումը խմբերի։ Եվ ամենայն հավանականությամբ այդ հանդիպումը կհետաձգվի։ Ամենայն դեպս Foreign Policy ամերիկյան այդ հեղինակավոր պարբերական տեղեկությունների համաձայն որևէ հիմք չկա կարծելու, որ այդ հանդիպումը նախատեսած ժամկետներում իրատեսական է անցկացնել։ Պարբերականի աղբյուրները Հայաստանի կառավարությունում են, բնական է չի նշել թե կոնկրետ ով է այդ տեղեկության աղբյուրը, իսկ հոդվածի հեղինակ Ջոշուա Քուչերը, ով միջազգային ճգնաժամային խմբի անդամ է, պնդում է, որ պատճառը այս հավանական հետաձգման իրանական պատերազմն է։ Բանն այն է, որ Թրիփի գլխավոր նախաձեռնողից մեկը եղել է Սթիվ Ուիթքոֆը, ԱՄՆ նախագահի խորհրդականը, որի թիմը այժմ կենտրոնացած է Իրանի շուրջ բանակցություններով, եւ բնական է, որ ստեղծված պայմաններում հազիվ թե ժամանակ գտնեն ուրիշ ձև ասեմ, որ այնպես է խլվել Իրանում, որ դերս դուրս չի գալու։ Նույնիսկ եթե դերս դուրս գա, դուրս չի գալու այն կարգավիճակով, ինչ կարգավիճակով ինքը խլվել էր այնտեղ։ Ասում եմ, չէ։ զբաղվելու թրիփով, որը իհարկե այլևս առաջնահերթությունների տվում չէ։ Բայց Ջոշուա Քուչերը նաև ավելի լուրջ մտավախություններ է հայտնում։ Մասնավորապես նա գրում է, որ Թրամփի մեծագույն հաջողություններից մեկը այն էր, որ նրան հաջողվեց հաշտեցնել Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանություններին, բայց հիմա իրավիճակը ըստ աղբյուրի կարող է փոխվել։ Մեջ բերեմ նրա հոդվածից մի հատված։ Դոնալդ Թրամփի Իրանի քաղաքականությունը կարող է խաթարել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը։ Իրանում պատերազմը կարող է փոխել ԱՄՆ առաջնահերթությունները Կովկասում այնպես, որ արդյունքում խաղաղության հասնելը ավելի դժվար կլինի։ Եվ ամփոփելով իր այս մտքերը վերլուծաբանը ինքը իրեն հարց է տալիս. արդյոք Վաշինգտոնը այսուհետ եւս հետաքրքրված է լինելու այս նախագծում։ Դե Չէ, ասեմ ավելին, ոչ, որտեղ Վաշինգտոնը երբեք հետաքրքրված չի եղել այս նախագծով։ Հետաքրքրված են եղել Ուիտկոֆը, Քուշները, Նետանյահուն, Էրդողանը, Ալիևը, Վաշինգտոնը երբեք հետաքրքրված չի եղել։ Ու Թրամփը Վաշինգտոն չի։ Ես այս մասին գրեթե ամեն օր ասում եմ։ Այսօր ոչ մի նոր բան չկա։ Մենք առաջ միգուցե Թրամփը արդեն կորցրել է իր հետաքրքրությունը։ Հուսով եմ, որ սա հիպոթետիկ հարց է։ ասեմ ավել, ես ասեցի, չէ, Թրամփը չի էլ ունեցել հետաքրքրություն։ Թրամփը որպես վարձու դերասան, որին վարձել են, որ նստի Սպիտակ տանը, նա պետք է իրականացնի այն, ինչ որ իր դեմ դրած է, հնարավորին սահմաններում։ Թրամփը չի էլ ունեցել այդտեղ հետաքրքրություն։ Ասեմ ավելի, ինքը դա չգիտի նույնիսկ քարտեզի վրա որտեղ է։ Իր համար Հայաստանն ու Ալբանիան դրանք նույն երկրներն են, ինքը նույնիսկ Իրանը Իրաքից չի տարբերում։ Ինչ Զանգեզուրի միջանցք, ինչ թռիփ։ Իրան ասել են քո անունով կկոչի, ինքը ուրախացել է։ Այնքան է ուրախացել,
որ մտածում էր, որ Հորմուզի նեղուցը հեսա բացելու են, իքիան բացվելու է, ու դա էդ էլ ինքը կոչի իր անունով։ Որի հիմքը իրականում այդքան լուրջ չէ։ Ամեն դեպքում որքանով է հավանական, որ նախագծի իրականացումը իսկապես հետաձգվի։ Համենայն դեպս մեծ է հավանականությունը, որ այդ աշխատանքային խումբը իսկապես ավելի ուշ ժամանի կամ հետաձգվի ինչ-որ ժամանակով այդ խմբի հանդիպումը, թեև պաշտոնական տեղեկությունները այս հարցի վերաբերյալ շատ հակասական են։ Օրինակ վարչապետ Փաշինյանը մարտի 12-ին ըստ էության հաստատել էր այն, որ ժամկետի իմաստով հավանական է տեղափոխություններ լինեն, մեջբերեմ նրա խոսքերը։ Ակնհայտ է, որ ԱՄՆ վարչակազմի համար այսօր գոնե տրիպը առաջնահերթությունների մեջ չէ։ Ցավոք հավանականությունը մեծ է, որ դա process-ի վրա ժամանակային առումով կազդի։ Իսկ մի բան էլ հիշեցնեմ։ Ինքը խոսում է նրա մասին, որ ինքը պատրաստ է Ադրբեջանին այլ տեղերով կորնի ձորով ճանապարհ տա։ Մենք խոսացել ենք դրա մասին։ Ինքը ոչ միայն արդեն հասկանում է, որ դա հնարավոր չի, իրան ասել է տղա ջան, մոռացի դրա մասին, այլ ինքը Ադրբեջանին առաջարկում էր կորնի ձորով։ Սա ոչ մեկին պահանջ է, միջև վերջ չի կարողանալու բավարարել։ Ոչ Ռուսաստանի, ոչ Թրամփի, ոչ Էրդողանի, ոչ Ալիևի, բայց նա արդեն հունիսի կեսին ցարի հետ բան է նշանակել։ Հանդիպում ինքն է նշանակել։ Բայց դրան ընդամենը մի քանի օր անց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ասաց մի բան, ինչը ինչ որ իմաստով հակասում էր։ Նա պնդում էր, որ բանակցությունները շարունակում են նույն տեմպերով եւ ոչ մի դանդաղում այս հարցի վերաբերյալ չկա։ Ըստ Միրզոյանի կառավարությունների ներկայացուցիչները շարունակում են մշակել։ Մենք արդեն դա տեսել ենք։ Երբ որ Միրզոյանը մակում խոսում էր նրա մասին, որ Արցախի բնակչությանը վտանգ է սպառնում, Նիկոլ Փաշինյանը հակասում էր Միրզոյանին, որ չէ, Արցախի բնակչությանը այս հիմա ինքն դեղա, ճիշտ է կարակում են ժողովրդի վրա, բայց Արցախի բնակչությանը ոչ մի վտանգ չի սպառնում։ Սա նոր բան չի Փաշինյանի կառավարության մեջ։ Դրանք չգիտեն ինչ է կատարվում։ Իրան գիտեն մի բան մենակ, որ ամեն մեկ այդ պահին դիմացինին բավարարելու համար ինչ պետք է, ինքը պետք է ասի, որտեղ սա է եղել իշխանության մնալու սրանց բանաձև։ Այդ փաստաթուղթը, որը կստորագրվի եւ որից հետո անմիջապես արդեն կսկսեն գործնական աշխատանքները, այսպես ասած, հողի վրա։ Եվ հիմա ինչ զարգացումների սպասել։ Դե իհարկե ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ կլինի Իրանի շուրջ։ Եթե իսկապես գործարք կնքվի Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև, ապա նաեւ կարեւոր է թե ինչ տեսք է ունենալու այդ գործարքը։ Եթե գործարքը չկայանա եւ ռազմական գործողությունները վերսկսվեն, կարող է լուրջ բացասական հետևանք լինի նաեւ տրիպի համար, քանի որ պարզ է, որ ընկերությունները չեն ցանկանա գումարներ ներդնել մի տարածաշրջանում, որի հարևանությամբ ռազմական գործողություններ են իրականանում։ Շարունակ Ասեմ ավելի։ Գումարներ չեն դնի միտեղ, որտեղ որ Իրանը չի ուզում ուղղակի։ Որովհետեւ եթե Իրանը կարողանում է Իրանից անգամներ հեռու կետեր ոչնչացնել, որոնք պետք է աշխարհում ամենապաշտպանված կետերը լինեին։ Իրաք բառացի քթի տակ ինքը կարա ուղղակի վերածի անապատի, ինքն ասելա, չէ։ Դա կվերածեն ձեր աշխատողների համար գերեզմանի։ Հիշում եք երբ ասել, ասել է չէ։ Ես հասկանում եմ Իրանին չսիրողների պակաս չկա, երբ իրանք էս սատանիստներին ավելի են սիրում եւ երազում են այն օրվա մասին, երբ որ պետք է Իրանը վերանա եւ չգիտեմ Թուրքը, Հրեան, մոջահեդները, տերորիստները գան հասնեն Հայաստանի սահմաններին կամ ներս, ինչու՞ չէ։ Ես գիտեմ, որ դրա պակասը չկա, կամ չեն հասկանում իրանք ինչ են ուզում, կամ չեն հասկանում դրա հետևանքները։ Բայց ամենալավը գիտեք որն է, որ այն ինչ որ լինում է, իրան ցանկություններից դուրս է լինում։ Իսկ իրականությունը հետևյալն է։ Իրանը ապացուցեց, որ ինքը այն երկիրն է, որ կարողանում է անի այն, ինչ ասում է։ Ինքն ասեց ինձ մի խփեք։ Ասել է։ Ինքն ասել է նստենք բանակցենք։ Ես չեմ հարստացնում, Ալեքս դուք ասել է։ Բանակցելու ժամանակ իրան խփել են։ Դավաճանել են, խափեր տալել են, մտցել են սենյակ, որ բանակցեն, ռակետեկեն վերացել ամբողջ բանի դելեգացիային։ Արել են։ Ամեն ինչ փորձել են։ Հիմա երկիրը ապացուցեց, որ ինքը կարողանում է պատժել, ապացուցեց։ Ինչ բանակցությունների մասին է խոսքը։ Ինքն ասել է, որ ես էլ չեմ բանակցում։
Բանակցելու բան չունի։ Ինքը ունի պայմաններ։ Իսկ իր պայմանները հետևյալն են։ Գնում եք տարածքից, ռազմատուգանքներ եք ինձ վճարում, Հորմուզը մտնում է իր տիրապետության տակ, ինքնադատել ու վերջ։ Եվ այլն, եւ այլն, եւ այլն։ Դրանից հետո ով կարա գա մտնի թրիփ սարքի տեղ։ Սա է բանակցությունների թեման, եթե լինի։ Առայժմ դա չկա, որովհետև դեռ կա Իսրայել պետությունը։ Քանի կա Իսրայել պետությունը, շարունակվելու է պատերազմը։ Նշանակում է, այս ամբողջ ընթացքում չի լինելու։ Ամեն դեպքում Փաշինյան Նիկոլի օրոք դա չի լինելու, սենց ձևակերպեմ, Փաշինյան Նիկոլը չի կարողանալու դա թրիփ։ Իսկ լավատեսական սցենարը տեսնենք, հա, եթե գործարք եք ընկվում, այս դեպքում եւս կա փոքրիկ վտանգ, որ իրանական կողմը իր առաջ քաշի իր մտավախությունները եւ Միացյալ Նահանգները կհամաձայնվեն հաշվի առնել Իրանի այդ վտանգները։ Այսինքն ասեմ ավելի չեն կարա հաշվի չառնել։ Եթե Իրանը պահանջի, որ Միացյալ Նահանգները վերանայեն նաև այն լոգիստիկ եւ ենթակառուցվածքային նախագծերը, որոնք իրանացիների դուրը չեն գալիս։ Այստեղ եւս կա փոքր, բայց վտանգ, որ Միացյալ Նահանգները գործարքի գնալով իրանացիների հետ պատրաստություն կհայտնեն վերանայել նաև թրիփի կարգավիճակը։ Թրիփի կարգավիճակը մի բան կա։ Թրիփ չի լինելու, այդ տարածքով ճանապարհ չի անցնելու, ուզում են անցնեն, թող Պարսկաստանով գնան։ Պարսկաստանը Իրանը միշտ ասել է, ճանապարհ եք ուզում, այ գետեն աթո եւ ձեզ տալիս եմ։ Պատրաստի ճանապարհ։ Կապիկություն մի արեք, ինքը հասկանում է դա ինչի համար է։ Ինքը իր միակ այս շրջանի հետ կապող պորտալարը օթի այսքան փոքրիկ պատուհանը թուրքական պետություններին չի տա։ Այ եթե մի քիչ իրանական մշակույթի մենք ավելի ծանոթ լինեինք, կտեսնեինք իրանք թուրքերի հետ կապված ինչքան ասույթներ ունեն։ Ամենահետաքրքիրը ամենասիրունն ասում է Ալլահը ստեղծել է երկու գարշանք։ Մեկը թուրքն է, մյուսը ճանճը։ Այսինքն իրենք իրենց կապող միակ քրիստոնյա երկրի հետ։ Դուք գիտեք, որ մենք միակ քրիստոնյա երկիրն ենք, որ իրենց սահման ունենք։ Ինքը սահման ունի կարծեմ մոտ 10-11 երկրի հետ։ Մենք միակ քրիստոնյա երկիրն ենք այդ ընթացքում, այդ ամեն ինչի մեջ։ Իսկ մյուս ծայրահեղությունը, որ միակ երկիրն ենք, որը ոչ մի թշնամական հարաբերություն եւ նկրտումներ չունի Իրանի նկատմամբ։ Որ երբ որ կրակոց է լինում, իր բնակչությունը ավելի հեշտությամբ, ավելի վստահությամբ գալիս Հայաստան, քան ուրիշ ցանկացած տեղ։ Հիմա չեք ասում, այդ միակ քրիստոնեական երկրի հետ կապող միակ ճանապարհը ինքը պետքա տա իր կործանումը երազող թուրքական աշխարհի, որտեղ ատելությունը փոխադարձ է։ Թուրքերը իրանցիներին են ատում, իրանցիներն էլ ուղղակի լիարժեք իրավունքով զզվում են թուրքերից։ Ընդ որում ասեմ, դա վերաբերվում է Իրանում ապրող իրական ադրբեջանցիներից։ Իրական ադրբեջանցիները fake թաթարներին համարժեք թաթար չեն համարում, համարժեք ադրբեջանցի չեն համարում իրենց։ Իրենք հասկանում են, որ իրենք օրիգինալ ադրբեջանցիները դա իրանական մշակույթը, իրանական կուլտուրան կրող էթնիկ խումբ են։ Սրանց ասել են դուք ադրբեջանցի եք, այս թաթար ոչխարպարողներին, հա, սրանք ուղղակի անունն են դրել իրանց վրա։ Բայց նրանք ադրբեջանցի չեն, որովհետև մշակութային, պատմական մշակութային ոչինչ չունեն ընդհանուր իրար հետ։ Այսօր Փաշինյան Նիկոլ, դու խոսք դու արդեն դու ով ա տեսել, որ Փաշինյան նշանակի Կրեմլում բան հանդիպում։ Ինչքան գիտեմ, երկար խնդրում են, որ այնտեղ հանդիպում տան, չէ՞։ Երկար խնդրում է, որ հանդիպում տան։ Բայց Փաշինյան Նիկոլը չի հաստատ այդ հանդիպում նշանակողը։ Եթե Երևանը եւ Բաքուն հասնեն խաղաղության, Թուրքիան Հայաստան սահմանները կբացվեն, բա ասեմ թուրքերին սիրող, թուրքերի հետ լավ ապագա երազող այդ տխմարներին, ուրիշ ձևով չի կարելի իրաց ասել։
30 տարի Թուրքիան ասել է այդ ձեր սահմանը փակել են, կբացեմ այն ժամանակ, երբ դուք Արցախի հարցում համաձայնության գաք։ Արցախի հարցում ոչ միայն համաձայնություն է եկած, Արցախը հանձնած է իր բոլոր շրջաններով Ստեփանակերտել հետը։ Հիմա նոր պայման, դու խաղաղության պայմանագիր պետք է կնքես, նոր է սահմանը բացել։ Իսկ ինչ է նշանակում Բաքվի հետ խաղաղության պայմանագիր։ Հայաստանը պետք է հրաժարվի ամեն ինչից, պահանջատիրություն, Արցախ, պետականություն, ինքնիշխանություն, զորք ունենալու իրավունք, ամեն ինչից։ Այնտեղ գալու է Սյունիք, Գեղարքունիք եւ հնացած շրջանները հերթով, որովհետեւ իրանց ապագա քարտեզը, այսպես մի 9-11 հազար քառակուսի կիլոմետր է թողած Հայաստանին։ Այսպես փուչու Երևանի Մարս։ Դա է խաղաղության պայմանագիրը։ Պահանջները։ Հիմա Թուրքիան ասում է, իրական թուրքական դիվանագիտությունն է։ Չէ, սա էլ կանես։ Նոր ես սահմանը կբացեմ։ Բա Դա եմ ասում, սա հատուկ են տխմարների համար, որ մտածում են, հեսա Թուրքիայի հետ իրենք սահման են ունենալու։ Բաց։ Էյլի Լուիս Օկամպոն հայտարարություն է տալել, հայտարարություն է տարածել։ Նամակագրել 36 անդամների Եվրոպական պարլամենտի կոչ է արել անպայման անդրադառնալ մարդու իրավունքների այդ խայտառակ վիճակին բանում Ադրբեջանում եւ վերանայել Ադրբեջան եւ Եվրոմիսիան հարաբերությունները անպայման, որովհետեւ Ադրբեջանում ոչ թե մարդու իրավունքների ոտնահարումը, բոլոր իրավունքների ոտնահարումը եւ Եվրոմիությունը պետք է վերանայի իր հարաբերությունները Ադրբեջանի հետ։ Նիկոլի Բախտը չի բերում։ Ինչքան լվանում է Ադրբեջանի աջունոտ ձեռքերը, բեկա։ Եվրոպայում գտնվում են մարդիկ ու կարևոր մարդիկ, որոնք հիշեցնում են, որ Ադրբեջանի ձեռքերը միջև ալմունկները կամ միջև վիզը արյան մեջ թաթախված են։ Սա շատ կարևոր է։ Շատ կարևոր է, որովհետև Ալիևը տեսնում է մենակ բանը Փաշինյան Նիկոլը իրան չի հերիքում, ոնց որ թե։ Իսկ սա եւս ինչով է կարևոր։ Վաղը որ ընդամենը 2 ամիս մնաց Փաշինյան Նիկոլը հայտնի վիճակների հետևում Եվրոպայի բացատրելու անհրաժեշտություն չի լինելու։ Ինչ է նշանակում Ադրբեջան պետություն, ով է Իլհամ Ալիևը։ Պատրաստ է ամեն ինչ, բոլոր զեկույցները կան, մարդիկ կան, այս փաստերը կան, դրան որպես ռազմական հանցագործ ճանաչելու համար։ Այս հանգամանքը, որ 5 տարի անց է պատերազմի ավարտից ու Ադրբեջանը Ալիևը որպես ռազմական հանցագործ իրենց գործերը չի քննվում Հագայի տրիբունալում, դա Փաշինյան Նիկոլի շնորհքն է։ Իրանք պետք է Փաշինյան Նիկոլի արձանը կանգնացնեն Ալիևի տան բակը, ասենց ասեմ։ Կամ որտեղ ուզում։ Բայց ոնց որ դա քիչ է։ Ճանաչում եք այս ընկերոջը։ Սա Իշխան Զաքարյանն է։ Սա Սերժիկ Սարգսյանի Իշխան Զաքարյանն է։ Իր այն ժամանակվա ոնց էր կոչվում նախագահի վերահսկողության պետը։ Ահուսար սապտել Հայաստանը։ Ֆինանսական իմաստով էլի։ Սերժ Սարգսյանի աջ ձեռքը։ Որը սահուն դարձել է ոչ միայն Նիկոլ Փաշինյանի աջ ձեռքը, ամենավստահելի մարդը, նաև հպարտ հարկատուները Իշխան Զաքարյանի ՀԿ-ի պարտքերը պետք է տան։ Հարկերը, պարտքերը, վարսավճարները բոլորը պետք է տան Սերժիկ Սարգսյանի աջ ձեռքի մի խոսքով։ Ֆինանսական հարցերը պետք է լուծեն Հայաստանի հպարտ քաղաքացիները։ Այս կարգի նվիրվածություն Սերժին, նույնիսկ Սերժի չի ունեցել։ Իսկ թվում է Աշոտյանը նույնիսկ խանդում է Նիկոլին։ Մատ հարցրեք էլի։ Ասա խանդ բան Շարմազանով չկա Նիկոլի նկատմամբ, լսի, սենց վերաբերմունք, սենց գուրգուրանք, սենց սեր անմնացորդ հնարավոր չի պատկերացնել։ Բայց որ տեսնեք հարցեր, ձեր մոտ խանդի բաներ չկա, զգացողություններ չկա։
Էլի սա բոլոր մարդկանց համար, ովքեր տարբերություն են տեսնում Սերժիկի ու Նիկոլի մեջ։ ԱՄՆ-ի միջազգային հանձնաժողովի զեկույցում արձանագրվել Արցախում հայկական հուշարձանների ոչնչացման փաստը։ Սա էլ կարևոր է։ Ես հասկանում եմ, որ հիմա մենակ այդ զեկույցներով իհարկե զորք չեն ուղարկելու, որ փրկեն այդ հուշարձանները, որոնք ընդորում հիմա կոնկրետ հենց այս պահին էլի ավիրվում են։ Պետք է գիտեք, որ նա Հայաստանից այդ ձեն չկա, որ ես ինչ է կանում։ Ոնց որ Հայաստանը մշակույթի նախարարություն չունենա, դե իհարկե չունի, եթե մշակույթի նախարարություն ունենար, այս վիճակին չէինք լինի։ Ընդ որում, հատ հարց տամ, էլի Գարեգին, այդ մշակութային ժառանգությունը մշակութային հոգևոր ժառանգությունն է նաև։ Դա նաև քո պոզիցիան է։ Դու մենակ հայկական եկեղեցիների տերը չես։ Այն ինչ որ մենք թողել ենք Արցախում, դա մեր ինքնության, դա մեր ժառանգությունն է, հոգևոր ժառանգությունն է, տեսակի հայ ժողովրդի պատմական ժառանգությունն է։ Ու դա պարտադիր չի, որ լինի եկեղեցի, չնայած եկեղեցիների ավիրման պարագայում էլ ոնց որ ցանը այդքան չի գալիս։ Մեկը Փաշինյան Նիկոլը քեզ փորձել է վերացնի բոլոր հնարավոր բաներով, ձևերով, հա։ Քո այս հանդուրժողականությունը, որ կոնֆլիկտի չգնա, բան չգնա, մի ավելորդ անգամ չհիշացնեմ իմ մասին, ոչինչ չի տալու քեզ։ Հակառակ, եթե դու հայտարարություն ունես քո անունից, որ հենա, որպես կաթողիկոս ամենայն հայոց, որ հայ ժողովրդի մշակութային հոգևոր ժառանգության այսօր տերն է եւ հիմնական ներկայացուցիչը, որտեղ մենք պետություն չունենք։ Հա, ի վերջո ինչ կապ ունի ով է ասում, կարևորը ում ձայնն ավելի բարձր այս հարցով, հա։ Դու լրիվ իրավունքներ ունես այս մասին խոսալ։ Դու լրիվ իրավունք ունես այս հարցին պահանջատեր լինելու օգտվելով քո դիսկից, օգտագործելով քո ռեսուրսները մարդկային։ Ախ, Երանի մեկը կարողանար միացած գծեր նկարել, որ մենք հասկանայինք հայկական ռեսուրսը դա ոնց է նայվում, ոնց է չափվում։ Եթե մենք կարողանայինք հասկանալ ինչ անչափելի ռեսուրս է հայկական, անչափելի է այդ մասշտաբները, ու սենց մենք նստած նայում ենք մեզ ոնց են սենց ոչնչացնում ուղղակի։ Դա կլինի աններելի։ Այն ժամանակ որ հասկանանք մեր պահվածքը եղել է աններելի պահվածք։ Կարելի ձեն անի։ Սա նաև քոնն է, դու դրա իրավունք ունես։ Այս թեմայի մեջ նայենք այս արդյունքը։ Азербайджанцы 7 апреля, в День материнства и красоты, уничтожили скульптуру материнства, установленную рядом с роддомом в оккупированном Степанакерте. Об этом сообщили в Агентстве по развитию туризма и культуры Арцаха на своей странице в социальных сетях. Это не просто очередной случай культурной утраты, это часть последовательной политики, направленной на устранение памяти, идентичности и присутствия того, что можно охарактеризовать как стирание Родины. Խոսքով մեծ թուրքա հայ բարեկամներին ուղղակի թարգմանեն, որ Ստեփանակերտում ոսոն ծննդյան հիվանդանոցի այդ տան կողքի հուշարձանը, որը սիմվոլիկան է մայրության, հենց մայրերի եւ գեղեցկության օրը, ապրիլի 7-ի, ադրբեջանցիները ավիրել են։ Հա, շատ սիմվոլիկ է։ Շատ սիմվոլիկ է, իրենց համար միևնույնն է, դու մայր ես, երեխա ես, դու զինվոր ես, զինվոր չես, պատերազմի հանցագործ ես, իրենց բառերով ասած, թե հասարակայ ես, կապ չունի։ Սա նաև նրանց այն ուժայինների համար, որ եթե իրենց թվում է, իրենց մայրերը տարբերվելու են ուրիշ մայրերից եւ թուրքը գալու է հարցնի, դու իմ համար աշխատած, իմ շահերը պաշտպանած դատախազ ոստիկան ես, թե իմ դեմ էիր։ Իրեն մեկը։ Ես իրա ոխեր իմ թշնամին, եւ դուք իրա ծառաներդ նույն ենք իրանց համար։ Եվ մեր երեխեքներն են նույնը, մեր կանայքերն են նույնը, մեր մայրերն են նույնն են։ Մենակ մի բանի համար, որ մենք հայերեն ենք խոսում։ Նույնիսկ եթե դուք հայ չեք, նույնն է։ Հասկանում եք։
Եթե նույնիսկ ձեզ հայ չեք համարում, էլի մեկը իր համար տարբերություն չկա։ Տարբերությունն այն է, որ դուք իրանց համար եք աշխատում, ես ուզում եմ ձեզ ու մեզ փրկեմ դրանից, իմ նմանները։ Հիմա առաջին հերթին մենք մեզ ձեզանից պետք է փրկենք, որ կարողանանք կռիվ տալ Ալիևի դեմ։ Այ հենց մենք մեզ կարողանանք ձեզանից փրկել, Ալիևը կհասկանա, որ ինքը ուժ չունի մեր վրա ազդելու, որովհետև Ալիևի ուժը, որ գա ձեր ընտանիքներին այդ վիճակին դնի, դուք եք։ Հասկանում եք։ Ընկեր ուժերներ, դուք հասկանում եք դուք ինչ եք։ Դուք Ալիևի ուժն եք, որ գալու է ձեր ընտանիքներին անի, այն ինչ որ հիմա անում է թուժարձանների հետ։ Կամ փորձել է անի արցախցիների, կամ արել է այն ընտանիքների հետ, ովքեր հայտնվել են իրենց ձեռքերում։ Բարձր եմ ասում։ Իսկ Կալիֆոռնիայում ապրիլ ամիսը հայտարարել է Հայաստանի ամիս։ Կալիֆոռնիայում Հայաստանում ամեն ինչ անում են ցեղասպանությունից չխոսալու համար, Արցախ բառը չօգտագործելու համար, խոսքով։ Հələ դեռ հարց են դնում, հələ մենք պետք է հասկանանք ինչքան մարդ կա եղել։ Հələ մենք պետք է հասկանանք, այս ինչ են կոտորել, հա։ Անդոն, իրես մենք մոռացել ենք, որ դու պետք է հաշվեիր, քանի հոգի է մահացել։ Հա, մենք ոչ մի բան չենք մոռանում։ Իսկ Կալիֆոռնիայում ապրիլ ամիսը Հայաստանի ամիսա կոչվելու։ Ցեղասպանության հետ կապված։ Հերոմի Պապը սկսել է դուրս գալ։ Ակտիվ միջամտում է համաշխարհային գործերի մեջ։ Այս ոչ թե միջամտում է, ասում ես կարծիք ունեմ։ Մի կոտորեք մարդկանց, մի խոսեք ցիվիլիզացիաները վերացնելու մասին։ Դա պարզ ասում է։ Դատապարտել էր Թրամփի հայտարարությունը, որ ինքը որոշել է մի ամբողջ ցիվիլիզացիա ջնջի եւ վերացնի քարեդար։ Ու հիմա առանձին երկար ինտերվյու է տվել, ստեղ էս այսենային։ Որից հետո ես սպառնացել եմ, ինքն չի վախենում է գնա Ամերիկա, né? Pentagonից են սպառնացել բոլորը։ Oggi, come tutti sappiamo, c'è stato anche questa minaccia We couldn't agree on al popolo di Iran. E questo veramente non è accettabile. Qui ci sono questioni Դա նխսկոր երևի diritto ես internazionale. ոայ թարգման եմ միանգամից, որ ինքը մեծ վտանգ է տեսնում Թրամփի ռետորիկանության մեջ, որը ուղղված է Իրանի ամբողջ ժողովրդի նկատմամբ, որ դա այդ անթույլատրելի է, մի խոսքով էս պատերազմը, այն ինչ որ հիմա կատարվում է, շենքերի ռմբակոծումը, դրանից առաջ պետք է ասեմ մի տեքստը գիներ, պորտը տեղը դրել, որ նա հայտարարել է, չէ, սա սրբազան պատերազմ է, սա քրիստոնյաների պատերազմը մահմեդականների դեմ, մի անգամից բերանին եկել էր, դու աստծոանունից պատերազմին մի հայտարարի, դա քո գործը չի, դու պատերազմի ռազմական հանցագործ ես, ինչ գործ ունես քրիստոնյաների հետ, ով ես որ քրիստոնյաների անունից հայտարարություն ես անում։ Մի խոսքով, այս ամեն ինչը ես գալիս է կուտակում ու մարդուն սպառնացել են, որ ինքը ամերիկացի է, անձնագրով ամերիկացի է, որ Ամերիկա չգա ինքը։ Դե հա, Ամերիկա գուցե ինքը չգնա, քանի Թրամփն է ղեկավար, բայց Թրամփը հավերժ չի։ Ընդ որում այնքան հավերժ չի, որ արդեն հանրապետականներն են իր իմպիչմենտը պահանջում, որի միջոցով օրական շատ մեծ թափ հավատում։ Ուզում սա նայեք։ Նայեք ոնց է իջնում շենքը։ Նայեք։ Սա կոչվում է controlled demolition, այսինքն ղեկավարվող պաչուն, ոնց որ քանդել ղեկավարվող, հա։ Ես ես կարծել որ նայեցի, աշխիս առաջ եկավ սեպտեմբերի 11-ը, 2001 թվականի, ոնց է երկնակերները նույն ձևով պայթեցվեցին ու հավասարվեցին գետնին։ Պայթեցվեց եւս մեկ շենք կողքին, որը ընդհանրապես կապ չուներ շենքերի հետ, բայց որը պետք է նույնպես որ պայթեր, որտեղ էր գտնվում ամերիկյան հետախուզության ամենակարևոր բաժինները։ Հրաները պայթացեցին նաև դա։
որի ոչ մի բան չէր կապել, ոչ ինքնատեր, ոչ բան։ Ես ես կադրերը որ տեսնում եմ, ամեն ինչը գալիս է առաջս, աչքիս առաջ։ Միջալոց հայերն են ուժեն, ես ոչ մեկ չմտածի, որ մենք հայերով այս ամեն ինչի հետ կապ չունենք։ Կարող է այս հայերի մեր ապրումները, հա, նայենք։ Գործվեցանք մենք շիդագը, չեմ կե շատ գործվեցանք, շատ զոհեր դրվեցավ, շենքեր ամբողջովին վարիք չան։ Միացյալ Նահանգների ու Իրանի միջև երկշաբաթյա հրադադարը Լիբանան չի հասնում։ 3 կրակի տակ էին ոչ միայն Բեյրութի հարավային շրջանները, այլև քաղաքի կենտրոնական թաղերը։ Ավիառումբերը հայկական հատվածներ չեն հասել, բայց նավահանգստի մոտ ապրող Մարալ Մանիսը, հայկական վարժարանի ուսուցչուհի, պատմում է, ձայներից սարսափի մեջ էին բոլորը։ Ձայնը հստակորեն լսեցի, քանի որ ես բադշկամն էի, եւ օթանավը գտարնար որ բավական է, ասինք նայենք այսօր որում պիտի որսան։ Քանի որ դրոնը երբ որ երկինքի մեջ գտարնա, անպայման այդ օրը գուսակցական պատասխանատումը գարևան կվերգոր, բայց այս Ինչ որ է։ That was Sá Gazana. This is the reality of a devastated Palestine, where ongoing attacks have left deep destruction. Once a land of peace, now facing shortages of food, water, and shelter. Sá էնա ինչին հիմա փորձում են արդեն վերածել Բեյրութը։ Հիշում եք եք ես ցույց տվեցի Իսրայելի քարտեզը։ Այն որ իրանք ուսադիրների վրա ունեն ապագա Իսրայելի քարտեզը։ Իրանք ուղղակի նպատակային գնում են դա իրականացնելու։ Իրանց համար մեկ է, դե մարդ ապրում է, թե չի ապրում, որովհետև իրանք նույնիսկ արդեն օրենք են ընդունել իրենց համար, որ իրավունք ունեն այդ տարածքները շինարարություն անել, քանդել, բան մի խոսքով դա արդեն իրենց տարածքն է։ Ինչ ուզեն այդտեղ կարան անեն։ Բայց այնտեղ օրենք են ընդունել։ Մեզ էս գտնեմ ցույց տալիս։ Օրենք են ընդունել կնես հետո, որ վերջ, ջնջում են, տրակտորներով հավասարեցնում են հողի, բուլդոզերներով, այն ինչ որ քարին տակի գյուղի հետ են արել, հիշում եք ես ցույց տվեցի, քարին տակ անդեր, էլ ոչ մի բան չկա, հանդացա ավելաց ամեն ինչ, նույնը անում են Պաղեստինի հետ, օրենքով են հաստատում են, որ արդեն 34 բնակավար պետք է սարքեն անդեր, 34 բնակավար, մարդկանց պատկերացնում եք, եթե ոնց որ այսօր Նիկոլ Փաշինյանը որոշում ընդունի, որ Գեղարքունիքի մարզում ով ապրում է, բոլորը պետք է գնդակահարեն, տները հավասարեցնեն հողին ու տեղը ասենք չգիտեմ, շենքեր սարքեն։ Որտեղ ասենք հանգստի գոտի ալա, այս նույն բանն է։ Այդ նույն երկրի տարածքն է։ Այդ պաղեստինցիները այդ երկրի քաղաքացի են։ Զորք չունեն, իրենց զորք ընդունել են։ Բეხոսկով։ Սա այս մարդկանց քաղաքականություն։ Այս երկրի երազանքն է, այս երկրի ոնց ասեմ, այս քաղաքականությունն է։ Իրանք այտենց են պատկերացնում։ Իրանք այտենց են պատկերացնում, նույնը անելու են նաև Բեյրութի հետ։ Հələ չեն ասել հայկական մաս, բայց չի նշանակում որ չեն հասնելու։ Հələ չեն ասել, քիչ են գալիս։ Այսօր Նետանյահուն ասել է, դա ընդամենը բան է մեզ համար։ Արդեն ասել են Բեյրութ, այդտեղ լինելու է բուֆերային գոտի, բայց այդ բուֆերային գոտի մեզ քիչ է։ Էլի պետք է մենք լայնացնենք այդ բուֆերային գոտի։ Պարզ ասում են ընկերներ ջան, ցեղասպանելու ենք ու ընդլայնվելու ենք, ցեղասպանելու ենք ու ընդլայնվելու ենք։ Հիմա ես ուզում եմ այն հայերը, որոնք այս ամեն ինչին նորմալ են նայում, կամ ուրախանում են, որ այս նույն ցեղասպանները ռմբակոծում են Իրանին, բայց Իրանում քանի որ դա մոլեկն են, մոլեկը։ Ինչելոց մոլաներին ատողներին հիշացնեմ, որ մոլաները երեխա չեն ուտում։ Գիտեք չէ՞ որ երեխա չեն ուտում, մի տարբերություն Նետանյահու եւ դրանց ընդհանրապես։ Հա, թե կասկածում եք որ Նետանյահուն դրանց մեջ է։ Ես այդ ցույց կտամ։ Մոլեկ երեխա չեն ուտում։ Այն որ այսօր մեկը գրել է 50-60 հազար մարդ են սպանել այս վերջի ցույցերի ժամանակ։ Մի անգամից ասեք 100,000, ինչի՞ չեք ասում, 100,000, 200,000, 300,000, ասեք են։ Ասեք, որ բան արդարացնելու համար եթե թիվը մեծացնելը ձեր համար հիմք է, որպեսզի արդարացնեք այս ամբողջ ցեղասպանությունը, մի անգամից 1 միլիոն ասեք, ավելի լուրջ է հնչում։
Ավելի լուրջ է հնչում։ Եթե մարդը դեռ չի հասկացել աշխարհի իրական վտանգները որտեղից են գալի, ինչի են գալի, ում միջոցով են գալի, ինչ գործիքակազմով են գալիս, ավելի ուղղակի հարցեր տան։ Չիմանալ ամոթ չի։ Մենք այդ օրեկան մի բան ենք բացահայտում։ Բայց ուրախանալ, որ ցեղասպանը մի այլ երկրի ռմբակոծումը սկսեց այդ բանը, այդ երեխեքի փրկությունը սկսեց նանով այդ երեխեքին սկսեց ինքը սպանել։ Ես ուղղակի իրանց կոգնիտիվ ընկալումների վրա եմ զարմանում, էլի։ Լուրջ երեխա սպանելով գալիս են երեխա փրկելու։ Հա? Թե ասենք իրանց սպանելը ոչինչ, բայց եթե մոլեկն են սպանել, դա աններելի է։ Աններելի է ցանկացած դեպքում, գիտեք։ Եթե հասել ենք այդտեղ, աններելի է ցանկացած դեպքում։ Դուք ո՞ց կարող եք մի հանցագործությունը արդարացնել այլ հանցագործությունով։ Սրանք եթե կարողացան անեն այն ինչ որ ուզում են անեն ստեղ եւ Իրանում, հաջորդը Հայաստանն է, ընկերներ ջան։ Գոնե սեփական շահերի առումով մի քիչ մտածեք, էլի մեզ ինչա պետք։ Հաջորդը Հայաստանն է լինելու, եթե սան կարողացեն անել, ասենք Իրանի հետ, ինչ որ իրանք անում են հիմա Լիբանանի հետ, Պաղեստինի հետ, Սիրիայի հետ։ Ես Լիբանանում այսօր սքի օր գա։ Սքի օրը հայտարարված մի օրվա մեջ 250 մարդ է սպանվել։ Մարդիկ իրենց տան մեջ նստած այդ շենքի հետ տեսակ ոնց է փլվում։ Դա ավիա բան չէ, ավիահալված չի։ Ունդեղ հաստատ Համասի կամ Հեզբոլայի առաջնորդների համար չէին բայցեսում է։ Սրանք այն կազմակերպությունն է, որ դիստանցիայի վրա պեյջերներով մարդիկ են սպանում։ Հա, գալիս է պատուհանի ցրտիրը կարողանում են ուղարկեն միջև ննջարան։ Իրանք հիմա իրենց նեղություն չեն տալի։ Մեկը պետքա քանդեն, մեկը պետքա սպանեն, մեկը շենքերն են փլում, էլի։ Հասկանաք սան կողքեր են։ Սա իրենք են անում, սա իմ գնահատականները չի։ Իմ համար ավելի հանգիստ կլիներ, ավելի լավ կլիներ, որ դա ընդհանրապես չլներ։ Չէ՞ որ ես իրանց հետ եմ աշխատում, իմ համար դա արդեն խնդրեմ է, ես իրանց հետ արդեն չգիտեմ ոնց շփվեմ։ Այս նեյտրալություն պահելը, եթե դու ցանկացած հայային չես կարող դա մեջ մեղադրես, դա աննորմալություն է։ Բայց դու էլ չես էլ կարողանում անտարբեր նայես, չես կարողանում դա մասին չխոսես, ու դու չգիտես դիմացին հետ ոնց է անցալում քեզ։ Բայց արդեն միևնույնն է, իրանք բաց հայտարարում են, որ ցեղասպանելու են բոլորի։ Որ դուք իրանց համար ընդամենը թնդանոթի միս եք, ձեր գործը իրանց համար մեռնելն է։ Դե արի հասկացի, դրանցից ով է դες մտածում, ով կեղծավորություն անում։ Սա խնդիր է։ Բայց այս պետությունը հաստատ դա իրականացնում է, չէ՞ թաքցնում։ Դա իրականացնում է հիմա։ Ու հիմա դա ուզում է իրականացնել մեր կողքի Իրանում։ Եթե ինքը ընդեղ արեց, թուրքերն էլ Հայաստանում են նույն բանը անելու։ Ընդ որում արդեն ապացուցված բան է, որ իրանք իրար հետ են արել Արցախում դա։ Ոչ չգիտեմ արդեն ոնց ասեմ էսի։ Դա սան է եկել է։ Yeah, okay. I don't do. If you do that, that's fine. No, I go to his father. Yalla. Oh. Side is right. Oh man, tamam. Yalla. I want to search his father. If you do problem. Hey, go away. Hey, go away. Սեղակին են տղմեն։ Ասանք եկել են երեխեքին փրկելու, ճիշտ է, մոռացել եմ։ Ոնց էի մոռացել, որ շատ հայերի համար իրենք եկել են այս երեխեքին փրկել։ Ինչպես լսեք։ Вся Газа и все дети в Газе должны умереть от голода за то, что делают жители Газы с заложниками. Я не жалею их. Эти дети вырастут и не будут жалеть нас. Это народ, который ненавидит Израиль. Не стоит жалеть будущих террористов, даже если сегодня они маленькие. Я хочу, чтобы они умерли. Սա թարգմանելու բան չի, ժողովուրդ ջան։ Թողներեն ինձ մեծ փոխայ բարեկամները, որ ռուսերեն չեն հասկանում, եւ դուք հասկացաք ինչի մասին էր ասում։ Որ սանց պետքա սովամա հանես, սպանել, պետք չի իրենց խղճան։ Սրանք ապագա տերորիստներ են։ Սա ասում է իրենց հոգևոր առաջնորդը։ Եթե մի երկրի հոգևոր առաջնորդը կոչանում սպանել, դու ոնց կարող եք այդ մշակույթի հետ նորմալ շփվել։ Դա անցալել որպես հոգևոր առաջնորդ։ Չէ, իրանք ուղղակի
իրանք մարդասպաններ են, իրանք ցեղասպաններ են։ Ոչ մեկին չթվա, սա բացառապես ուղղված է հենց Պաղեստինի ժողովրդին։ Այսօր իրանք Պաղեստինի հողնապետ, Պաղեստինի մնանում։ Հիմա զուգահեռ պարզվել է Լիբանանի հողնապետ, Բեյրութի հողնապետ, Բեյրութում են անում։ Արդեն արել են Սիրիայում, Իրաքում են արել, անելու են ցանկացած տեղ, Ուկրաինայում։ Անելու են։ Ինչ-որ մեկը կասկածում է, որ սրանք նույնն են։ Ճանաչում եք սրանց։ Türk Yahudi toplumu ve İslam ülkeleri hahamlarının derin saygılarıyla 22 Aralık Ինչի այս թվում, թե ես այս նույն մարդկանց տեսել եմ Պուտինի հետ sense նկարված, Զելենսկու հետ sense նկարված, Թրամփի հետ։ Իսկ նույն մարդիկ են։ Սա Նետանյահուն է, որը հայտարարել է, որ թքած ունենա մինչև պայմանավորվում Թրամփը զինադադար չի լինելու։ Ճավ։ Միջև մենք մեր ուզածին չասնենք, չի լինելու ոչ մի բան։ Ոչ մի զինադադար, ոչ մի բան հաշտեցում չի լինելու։ Եվ որ ասում է կասկածող կա, որ սրանք նույն բանն են։ Նայեք։ Նետանյահուի կինն է Էփստինի հետ նստած կողք։ Իրանք բոլորը նույն սատանիստներն են։ Սրանց Աստված սատանան է։ Սրանք ռմբակոծում են Բեյրութի քրիստոնյա թաղամասերը։ Եթե մեկը մտածում է, որ սա կռիվը մահմեդականության դեմ է, չէ, հարգելիներս։ Հիմա Բեյրութում ռմբակոծում են քրիստոնյա տարածքները։ Ու իրանց համար մեկ է, ու սրանց խոստովանություն են ասում, որ սրանց միսիան եղել է նրանում, որ արաբների ձեռքով կոտորեն քրիստոնյաներին, քրիստոնյայի ձեռքով կոտորեն արաբներին։ Ես հիմա ուզում արդեն հետ գնամ փորփրեմ էլի մի քիչ, տենամ այդ խաչակրած արշավանքի տակ, ով էր կանգնած։ Ովքեր էին փողը տալի Վատիկանին, Վատիկան այդ ժամանակում ձեռքներ գտնվում։ Անենց հետաքրքիր է հիմա ինձ։ Ոքի մի քիչ ժամանակ է պետք, ես մի քիչ դրամ փորփրեմ էլի։ Ինչի է ինձ սիրտս վկայում, թե էլի սրանք են դրա հետևում կանգնած։ Որովհետև ոչ մի քրիստոնյայի մտքով չի անցնի երբևէ գնա մահմեդականներին սպանել։ Ես այտենց փաստ բաց այդ խաչակրած արշավանքից ես չեմ հիշում։ Ես ընդամենը հիպոթեզ եմ ասում, էլի, որ կասկածում եմ, որ գնանք մի քիչ փորփրենք, տեսնենք այդ ժամանակ ովքեր էին, պատմաբանները թող անեն, էլի, թող ինձ ասեն, այդ իրանց գործն է։ Ովքեր էին ղեկավարում Վատիկանը, դրանք արմատներով որտեղից էին։ Կարծեմ դրանք դեռ Բորջաները չէին։ Չնայած կարող է արդեն Բորջաներն էին։ Համընկնում ուղղակի։ Բայց ովքեր էին փողը տվողները, մի քիչ բան անենք, էլի, որտեվ սրանց բանն է, պոլիսին է եղել քաղաքականությունը քրիստոնյայի ձեռքով կոտորենք մահմեդականներին, մահմեդականների ձեռքով քրիստոնյաներին, ինչպես արեցին ցեղասպանությունը 15 թվականին։ Հիմա երկուսն էլ իրար են անում։ Միտեղ մահմեդականներին, միտեղ քրիստոնյաներին։ Ամերիկացիների ձեռքով մահմեդականներին, որտեղ այնտեղ շատ են մահմեդականներ, Սիրիայում, Իրաքում, Իրանում։ Սրանք նույն սատանիստներն են։ Սրանց համար իմ ձեր երեխեն ոչ մի տարբերություն չկա։ Դուք կարող եք սիրել իրենց, կարող եք ատել մոլաներին, դա ձեր խնդիրն է, բայց պետք է ասեմ, դուք էլ ես էլ իրենց համար նույն աղբն ենք բիոլոգիական, իրանք մեզ ասում են աղբ, գոյիմներ, նույն բիոլոգիական աղբ ենք իրենց տեսակետից եւ մեր ֆունկցիան պետք է լինի իրենց ծառայել, իրենց համար մեռնել։ Դուք կարող եք սիրել, կարող եք չսիրել։ Ինձ կամ մոլաներին, չգիտեմ։ Oh boy, Melania just admitted she partied with Epstein. Donald and I were invited to the same parties as Epstein from time to time. Ես եմ խոստովանությունը, սա ինչ մերժում էին, որ բան չեն ունեցել, շփումներ չեն ունեցել։ Խոստովանում եմ, որ փաստերը չափից ավելի շատ են
մերբանը մերժելաման իսկ Թրամփին Մելանիային խոսք են տվել, չէ՞, դու պետք է սուսմունք տաս Դոնալդի դեմ, գոնե քեզ բերգելու համար։ Դոնալդը գնալու է, Դոնալդը դատվելու է։ Դե Մելանյանն էլ սկսել է խոսել։ Հիմա քանի որ դեռ բանում ինչքանով նայում են համացանցում կռիվ կա, ով է հաղթել այս պատերազմում, այս զինադատարի արդյունքում ով ինչ արել։ Լսեք ամերիկացի գեներալի, ես չեմ ուզում դուք ինձ լսեք։ Ամերիկացի գեներալի լսեք, որը նախկինում եղել է նաև CIA դիրեկտոր, ասիկ իրանց հետախուզության տնօրենն է եղել։ Հատ իրան լսենք։ Joining me now is someone who has a lot of experience with NATO, General David Petraeus, who was also the CIA director under President Obama, in addition, of course, to leading U.S. and NATO Օբամայի ժամանակը գեներալ եւ CIA դիրեկտոր forces in Afghanistan. Thank you so much for being here. Իրաքում, Աֆղանստանում կրված մատ։ What is your take as somebody who has so much experience with NATO about this alliance and whether or not it is frayed beyond repair? Իխոսկով ես ամբողջը բացես չեմ չտալի ՆԱՏՕ-ի մասին արդյունք ՆԱՏՕ-ի մասնակցությունը ոնց է եղել, պետք է լիներ թե չէ։ Ես ասում եմ չէ, ՆԱՏՕ-ն առաջանատոն չի եւ ՆԱՏՕ-ն պարտավոր չէ այս պատերազմի մեջ մասնակցել, որովհետեւ սա իր հետ կապ չուներ եւ արդյունքում ամենակարևոր արդյունքում որ իր գնահատականներով, որ այս պատերազմի ցանկացած երկրի պարագայում Իրանը դուրս է գալիս ավելի ուժեղացած, ստրատեգիական առումով ավելի ուժեղացած, ոչ թե ասենք ֆիզիկ, ստրատեգիական առումով։ Եվ այս ամիսուկեսը դա է ցույց տալի։ Սա ամերիկացի գեներալի խոսքերն է, իմը չի։ Եթե մեկը կասկածում է հենա, անգլերեն գիտեք, Google ադեք, David Petraeus, տեսեք ինչ ասում։ Եվ Իրանն ու Սաուդյան Արաբիանը կարողացել են պայմանավորվել իրար հետ, այն մասով, որ Սաուդյան Արաբիան էլ երբևէ որևէ գործողություն Իրանի նկատմամբ չի անելու, եւ իրանք կարող են ապրել հաշտ համերաշխ։ Եվ իրանք թույլ չեն տա, որ Իսրայելը մտնի իրենց ալանքը, որովհետեւ ես ասեմ, մեծ Իսրայելի քարտեզի մեջ Սաուդյան Արաբիան էլ կա, Եգիպտոսն էլ կա։ Իրանք պետք է հասկանան, եթե ուզում են իրանք դիմանան այդ տարածքում, իսկ Իրանը իրանց համար շատ մեծ հենարան է։ Եթե իրանք չեն ուզում դառնան ստրուկ ուղղակի, հենց իրանք շեխելով հանդերձ Իսրայելի ձեռքը, իրանք պետք է հենվեն Իրանի վրա։ Իրան ապացուցեց, որ իր վրա կարելի է հենվել։ Եթե իրար հետ լինեն, իրանք ավելի ուժեղ են, քան Ամերիկայի հետ։ Սաուդյան Արաբիանը որոշել է գոնե այս փուլում, որ հայ երևի Իրանը ճիշտ է։ Բայց չի նշանակում, ասենք մի ամիս հետո կարծիքը չի փոխվի, ես այլ չեմ կարող ասել։ Դա շատ կարևոր բան է, մենք տեսնենք։ Madison is an evil hookup website created so people can cheat on their wives and husbands. And guess which people created it? Every single time. There is no Ashley Madison either. It's just these two Zio guys. Madison կայք կա, որտեղ գնացում են ամուսնացած կանայք եւ տղամարդիկ, որտեղ կարող են պայմանավորվել դավաճանությունների կյանք է։ Եվ ասում գուշակեք ովքեր են այդ կայքը ստեղծողները։ Այդ աղջիկների նկատի տակ էս երկուսն են։ Եվ այստեղ են բացահայտում ամբողջ կայքերը, որտեղ նման ռեսուրսներ կան, նման բաներ կառուցվում, բոլոր կայքերից սկսած, ամենահայտնի եւ ամենաանհայտ, բոլոր այն ծառայությունները, որոնք սեռական ծառայություններն առաջարկվում, չգիտեմ, աղջիկներին բանեն անում, գայթակղում են կոպեկների դիմաց իրաց մեկ նկարները տարածել, վաճառել եւ այլն։ Բոլորի հետևում կանգնած են սրանք։ Եվ սա ամփոփվում է մի բանով։ Սրանք կռվում են ամենակարևորի դեմ, ընտանիքի մոդելի դեմ։ Հատուկ են ստեղծել, որ ընտանիք քանդելու մոդել, կանայք եւ ամուսնացած կանայք եւ տղամարդիկ գրանցում են կայքում, հանդիպում են իրար մի խոսքով։ Դավաճանություն կայքի միջոցով, սա է ապահովում իրանց։ Եվ այս սիոնիստների գաղափարախոսության հիմքում ընկած է ամբողջ աշխարհի հնարավորինս
բարոյական հիմքերը քանդել, դարձնել իրենց նման։ Որովհետև եթե դիմացը բան կա, ընտանեկան կապեր կան, հայրենիքի նկատմամբ սեր կա, այդ երկրի ներ ժողովրդին գրավելը, ստրկացնելը դժվար է։ Բացի սա, որ հսկայական բիզնես է իրանց համար, ամենակարևոր գաղափարությունը սա է։ Եվ գիտեք ինձ ինչ հիշացրեց ինքը այստեղ։ Մի պահ ինքը ցույց տվեց Էնգելսի Լենինի նկարը, եւ ես հիշեցի միանգամից հեղափոխությունից հետո այս նույն ձեռագիրը Ռուսաստանում, որ շարժում էր սկսվել, ոնց էր կոչվում դա, մի խոսքով գլորի ծոցը ամոթը, ասենք ասենք, հա, բառացի, որ պոռնոգություն ամոթի հակառակ, ով այն ասենք աղջիկը, որ կմերժեր կարմիր բանակայինին, դա համարվում էր քաղքենի, դա տևեց մինչև Ստալինը, մինչև 24 թիվ, ու դա ահռելի մասշտաբներ է ասել, կինոթատրոններում ֆիլմեր էր ցույց տալի, ներկայացումներ էր դրվում, պարադներ էր արվում, դալոյստիտ կարծեմ այս շարժումը տենց էր կոչվում, սովետական պատմությունը ջնջել է այդ ամեն ինչը, բայց արխիվներում կա, ես նկարները տեսել եմ, աֆիշները, որ ես տեսա չհավատացի, որ այս աֆիշները կարող էին լինել սովետական միությունում, այո, այդ աֆիշներն եղել են մինչև 24 թիվ, այն ինչ որ ինքը նկարագրում է հիմա այն անում Ամերիկայի Միացյալ Նահանգներում, բոլշևիկները, որ նույն սիոնիստներն էին, բոլորը հրեա, իրականացել են Ռուսաստանում, մի կողմից գնդակահարում էին բոլոր հոգևորականներին, կոտորում էին գյուղացիությունը, սովի էին մատնվում, մենակ Գալադամորը 7 միլիոն մարդ տարավ, մենակ Ուկրաինայում, մարդկանց իրոք բերում էին, դատապարտում էին սովի, ովքեր էին այդ բոլշևիկները, հրեան այդ բոլորը, նա բան կա, գրող կա, տեսակի չեմ կարող կասեմ, Ստալինի ռազմավարիչներից է եղել, որ 45 թվականին կարողացել է որպես թարգմանիչ աշխատի այդ առաջնագծի վրա Կլիմով, եթե մեկը գիտի Գյորգի Կլիմով կարծեմ, Կլիմովը ասած, գրքեր ունի գրած, ինքը ռազմավարիչ է եւ աշխատելով է սահմանի վրա այդ պատերազմից հետո ամերիկացիների հետ մի պահ փախնում է ու սկսում է գրքեր գրել սովետի մասին եւ ինքը նկարագրում է այդ ամբողջ ընթացքը, թե իշխանության գալուց հետո Ստալինը ինչ հետևողականորեն էր հատուկ ընդգծված ալգորիթմերով բացահայտել տալիս հրեաներին, որոնք անազգանուն էին փոխել։ Այն ժամանակ ես որ կարդում եմ չի հասկանում, ես ինչ էր անում։ Այն ժամանակ էլ այդ եղել։ Այսինքն այս պայքարը սիոնիզմի եւ Ստալինին չեմ արտահայտում ոչ մի դեպքում։ Ինքը դա արել ամեն դեպքում։ Եվ ասում ենք խելագարվում էր, որ տեսնում էր իր բոլոր աշխատողների կանայք հրեա են։ Երբ որ իմացավ իր աղջկա պոտենցիալ ամուսինը հրեա, ընդհանրապես գժվեց։ Վերցրեց կալանավոր տվեց եւ ակսորեց այդ հրեայի գրող էր դրամատուրգ այդ տղեն։ Ինչ որ է, ես այսքան ինչ եմ ասում։ Մի քիչ լուրջ է պետք մոտենալ այն ինչ որ արվում է մեր նկատմամբ։ Հələ տեսեք այս այլասերածություն քարոզող եւ հովանավորող միասեռականություն, միասեռականներին ընտանիքի երեխա որդեգրելու հնարավորություն, տեսեք հələ ոչ կազմակերպություններն են դա տիկունքներում կանգնած եւ սկսենք հասկանալ, սրանք ընդհանրապես մեզանից ինչ են ուզում։ Այս տղեն այնց հետազոտություններ ունի, շատ հետաքրքիր, որ sense բերում է քիչ մեծ puzzle-ը ավարտվում ամեն դեպքում։ Բայց խնդրում եմ այն պատմաբաններին, ովքեր ավելի շատ ինֆորմացիա ունեն, այն որ չկա պատմության գրքերի մեջ էլի, խաչակրած արշավանքի հետ կապված, մի քիչ այդ անկյան տակ նայեն, ովքեր են շահագրգռված մարդիկ, ովքեր են հովանավորում այդ արշավները։ Դե փաստարժանագրում են, որ մեկը Հորմուզը դեռևս Իրանի կոնտրոլի տակ է ու Իրանը շարունակում է մնալ խաղի թելադրող։ Դուք, չգիտեմ, Մոլանեի նատորները թող բան անեն, ուրախանան, որ ասենք,
գեներալները սպանվել, չգիտեմ, հոգևոր առաջնորդներ են սպանվել, շենքեր են քանդվել, ավիրվել, Թեհրանում այդ ամեն ինչ չկա։ Ամեն ինչ չկա։ Հորմուզը պահում են իրենք, քաղաքականությունը օրակարգը թելադրում են իրենք, ռմբակոծում ավելում են բոլոր ռազմաբազաները իրենք։ Այո, իրենք էլ ունեն զորեր։ Իհարկե պետք է ունենային, բայց աշխարհի ամենաուժեղ երկու բանակների դեմ են կռիվ տալի։ Իսկ սա նայեք, նվանում է Իսպանիայում է, ժողովուրդը դուրս է եկել, վռնդում է Իսրայելի դեսպանին, ցեղասպանությունների համար, նայեք։ Սա Իրանի դեսպանատան ներողություն Իսրայելի դեսպանատան առաջարկ եւ դեսպանը լքել է երկիրը։ Ես սպասում եմ ամբողջ Եվրոպայում մի բանը տեսնենք։ Իսկ հիմա ուզում եմ տեսնենք տիպիկ տրամպիստի դեմք եւ ձայնը, որը հիասթափված է։ Մտնեք։ This is bullshit! I just walked into this grocery store and every single thing costs more again. How the hell are people supposed to afford this? If you're seeing this too, check the comments below. Ես ընկերոջ վերջի երկու օրվա մեջ պատահում սկսել հետևել, տեսնել ինչ էր տարածում, ասեցի, լավ տրամպիստ է, եղել ժամանակին։ Հիմա ամեն օր գազի գներից է խոսում, բենզինի գներից է խոսում, ապրանքների գներից է խոսում, ավելացած ծախսերից է խոսում, ու սենց ձայնի տոնություն, մարդիկ ոնց պետք է ապրեն, դուք մտել եք խանութներ, այսօր էլի ամեն ինչ թանկացել է, մարդիկ ոնց պիտի ապրեն, գոռում է Թրամփի վրա։ Գիտեք ամեն դեպքում ինքը ազնիվ տրամպական է, ինքը ընտրել է Թրամփ, բայց ինքը հասկանում է, որ իրեն խաբել են։ Ինքը այն տրամպիստներից չի, որ ընտրել են, տենում է սենց ամեն ինչը, բայց միևնույնն է արտարացնում են։ Ոնց որ նիկոլականներ էին։ Ինչ տարբերություն, ես ասել եմ, չէ՞ դա նույնն է։ Թրամփն ու Նիկոլն են նույնը, դրանց արտարացնողներն են նույնը։ Այո, աննորմալ ամեն ինչ աճում է գները։ Ու չհիմնավորված ոչ մի բանով։ Ասում մարդիկ ոնց ապրեն։ Նա վերադառնանք Հայաստան։ Ամբողջ ԿՊ լրտեսա, սկսեն դրանից նրանք հայ չեն, որտեվ իրանք սա բանը Թուրքիայի, Ադրբեջանի, Ալիևի թեզերն են անում, գիժանտերը, աննորմալը, սա երկիրը տարե կործանել է։ Իսկ մեր ազնիվ չի հասկան, որ այդ բոնժետ Ալիևա ինչ է, քլունքիթը։ Սա մեր հողերը բեկալում է, ինչ ասեմ, բարվես, ուղղակի այնքան վրդոված եմ, էլ չասելու, բարը չեմ գտնում, էլի ագնը սիրած, միրած, մերնեմ քեզի, դրանք սաղ իրանց կպն թուրքը պատանք են։ Ես ուզում իմանամ ինչքան ժամանակ էր պետք մեկին, որ այս մակարդակի լուսավորի, բացատրի եւ հասանելի դարձնի ով է ինքը։ Իսկ թվում է Փաշինյան Նիկոլը հսկայական ջանքեր ա դրել սա վրա։ Սա մի օրվա մեջ չի եղել, գիտեք չէ։ Սա այնքան տեսանելի չի եղել, էլի, որ ասես մարդիկ մի անգամ իսկական ասեն մի օրվա մեջ, կամ մի տարվա մեջ ասեն։ Լավ, էսի դավաճանա, ագենտա, ստախոսա, տականքա եւ այլն եւ այլն։ Սրա համար լուրջ աշխատանք պետք է տաներ Փաշինյան Նիկոլը։ Լուրջ կազմակերպված աշխատանք պետք է տաներ։ Իրոք ինքը տարել է ու հասել է իր նպատակին։ Մարդ չկա, մարդ եմ ասում, չեմ ասում նիկոլական, որ հասկացած չլինի ու այս աստիճանի չկարողանա ճշգրիտ նկարագրի, թե ինքը ով է։ Ալով եք ես Նիկոլ։ Այո, Փաշինյանի անունը լսել չեմ ուզում։ Իմ մոտ մի ասեք, ինֆարկտ եմ ստանում, խնդրում եմ։ Ու սենց գիտեք ինչքան են։
ինֆարկտ ստացողները։ Փաշինյանին կհաջողվի 2026 թվականին նորից ստանալ ժողովրդի քվեն։ Ես կյանքամ Իրան չեմ ընտրի, այս ձեռը կոտրվի, եթե Իրան ընտրեմ։ Չեմ ընտրի, բոլորովի։ Երեն թե բոլորը ինձ ասեին։ Որակիչ ջան։ Մարդկանց վրա վստահ եմ։ Մարդկանց։ Հայերի։ Իսկ վերջում այս տեսանյութն եմ ուզում իրար հետ նայենք։ Երբեք չօգնես թիթեռին դուրս գալ կոկոնի միջից։ Երբ թիթեռը ծնվում է, նա ժամերով փորձում է դուրս պրծնել կոկոնի փոքրիկ ճեղքվածքից։ Դա մեծ տանջանք է, ու երբեմն կարող է օգնելու ցանկություն առաջանալ։ Մի մարդ փորձեց դանակով զգույշ մեծացնել այդ ճեղքվածքը։ Թիթեռը դուրս եկավ շատ հեշտ, առանց պայքարի, բայց տեղի ունեցավ սարսափելի մի բան։ Նա ամբողջ կյանքն ապրեց մեծ ու սիրուն թևերով, թեպետ այդպես էլ չկարողացավ թռչել, որովհետև հենց այդ պայքարի ընթացքում են հեղուկով լցվում թիթեռի թևերը։ Առանց դիմադրության թևերը մնում են անզոր ու թույլ։ Հենց այսպես էլ ուժեղանում են մարդիկ։ Ամեն մի հզոր մարդ, որին դու երբևէ ճանաչել ես, անցել է այդ կոկոնի միջով։ Եթե հիմա քեզ շատ դժվար է ու բարդ փուլերով ես անցնում, ապա գուցե հենց հիմա են աճում թևերդ, որոնցով պիտի մեծ բարձունքներ գրավես, չվհատվես եւ միշտ առաջ։ Այո, ոնց որ մենք էլ ազգովի հենց այդ թիթեռը լինենք, որ ուզում է այդ իր բացանի մեջից դուրս գա։ Մի կողմից մենք ուզում ենք, որ մեզ օգնեն, չգիտեմ, իրանցիները, եվրոպացիները կամ ժամանակին ամերիկացիները։ Եվ դրանից է, որ մեր թևերի մեջ այդ ջուրը չի ավակվում։ Ու շատերի մոտ չկա այդ ինքնավստահությունը, որ ինքն էլ ունակ թռչելու։ Եվ ինքը բոլորովին պարտադիր չի, որ նստի սպասի, երբ է գալի օգնությունը, այն էլ ում կողմից է գալի օգնությունը։ Սա բնության օրենքն է։ Մենք բոլորս միջև քայլել սովորելը կանգնել ենք, ընկել ենք, կանգնել ենք, ընկել ենք եւ այդպես է ձեռք բերվում։ Կյանքի փորձը, քայլելու ունակությունը։ Չկա գործ, որ մարդ սկսի ու սահուն գնա միջև վերջ։ Միշտ լինում են խնդիրներ, միշտ լինում են դժվարություններ։ Սովորելու ընթացք է լինում, փորձառության ընթացք է լինում։ Եվ մենք որպես ազգ կարող էինք այդ ամեն ինչից խուսափել, որովհետև որ մենք չէ՞ որ մենք հազարամյակների ամեն դեպքում բան ունենք։ Հետևում թողած փորձառություն հազարամյակների։ Ասկին մեզ բոլորովին պարտադիր չի ամեն ինչ զրոյից սկսել։ Մեզ ընդամենը պետք է մատ հետ նայել։ Հիշել մենք ինչ ունենք։ Արժևորել ու սարքել քո սեփականը։ Որ ես արդեն այս պրակտիկան անցել եմ, այս խալը իրավունք չունեմ անելու։ Իմաստուն մարդը չիմաստունից զանով է տարբերում, որ նույն սխալը չի կրկնում։ Չի գնում ամեն անգամ համոզվելու, որ այս ճանապարհը չի աշխատում։ Ես կարծում եմ մեր ամենամեծ թերությունը տեղը ոչ թե մենք գենետիկական վատ հիշողություն ունենք կամ վատ ազգային փորձ ունենք, այո, նաև մենք ազգային բացասական փորձեր ունենք, որը նույնպես փորձ է, չէ՞։ Իմ գիտնական ընկերները ասում էին բացասական արդյունքը նույնպես արդյունք է, բացասական փորձը նույնպես փորձ է։ Ու մարդ առանց այդ բացասական փորձի չի կարող երբևէ իրականում գնահատել ու հասկանալ ինչ է նշանակում լավ, հաջողություն, ուրախություն, երջանկություն։ Տնիկը համեմատության եզրեր չունի։ Իսկ այն երեխաները, որոնք զրկվում են այդ տառապալի փորձ ունենալու, բանից, հնարավորությունից, ամեն ինչ իրանց sense բացում են, իրանք դուրս են գալի ու տենց էլ չեն կարողանում թռչել, որովհետև այո, այդ ճեղքման ժամանակ է, որ մկանները զարգանում են։ Հիմա արեք ընդունենք, որ այս դժվարությունը մենք հիմա կանգնել ենք։ Այս հերթական առիթն է մենք։ Մեզ ինչի առիթ, որովհետև մենք չենք օգտվել մեր առաջ նախկինում դրված այս առիթներից։ Դե մենք sense հազարավոր հնարավորություններ ենք ունեցել։ Եկեք համարենք, որ հիմա հենց այս վիճակն է եւ պետք չի որևէ մեկը գա լանցետով մեզ օգնի այս ամեն ինչից դուրս գալու համար։ Մեզ ընդամենը մի բան է հերիք, որ մեզ չխանգարեն դուրս գալու համար։ Այսքան բան, արեք լարենք վերջի ուժերս։
դուրս գանք այս վիճակից, այն ժամանակ այդ հաջողությունը հաղթանակը կլինի մերը ու մեր թևերը կլծվեն ուժերով, մենք կարող ենք թռչել ինքնուրույն։ Գոնե առիթ օգտագործենք։ Այսօր հիմա ոչ թե ամսի 7-ին։ Դա ամեն օր մենք պետք է անենք, ամեն օրվա աշխատանքով, ոչ թե ամսի 7-ին, ամսի 7-ին դա արձանագրման օրն է, այս է ծիճկան դնելու օրն է։ Միշտել այդ կռիվը ամեն օր է։ Եվ հարցում է նա, ով երբեք չի լքում կռվի դաշտը։ Մի անգամ լքեցիր կռվի դաշտը, թշնամին տեսավ քո թիկունքը, դու արդեն պարտված ես։ Հոգեբանորեն առաջին հերթին, երկրորդն է թշնամին արդեն քո թիկունքը տեսել է։ Ինքը քեզ երբեք չի ընկալելու որպես հաղթող։ Դե ինքն է արդեն հաղթանակած իրան զգում իր մեջ, վերջ։ Այս այստեղ է գաղտնիքը։ Այսօր համար էսքանը։ Լավ մնացեք։